ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Կիևին խորհուրդ է տվել հայտարարություններ չանել Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին։ Ես խոսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, որը կգլխավորի պատվիրակությունը Ստամբուլում կայանալիք հաջորդ բանակցություններում եւ նա նույնպես դեռ չի տեսել ռուսական հուշագիրը, ասել է Քելոգը։ ABC News-ին տված հարցազրույցում նա հայտնել է նաեւ, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի անվտանգության խորհրդականները կմասնակցեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված խաղաղության շուրջ բանակցություններին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հանդիպումը կկայանա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունն ընդունել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի առաջարկը Գազայի հատվածում հրադադարի եւ պատանների ազատ արձակման վերաբերյալ։ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է պատանների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել հայտարարությունը։ Սպիտակ տունը երեկ հայտնել էր, որ Իսրայելը ստորագրել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկը։ Ավելի վաղ Համասը հայտարարություն էր տարածել, նշել, որ ստացել է առաջարկը եւ ուսումնասիրում Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար Գազայում, 2 փուլով 10 պատանների ազատ արձակում եւ 18 դիերի վերադարձ։ Իսրայելն էլ կազատի 1236 պաղեստինցի պատանդի եւ կվերադարձնի 180 դի։ Առաջարկով չի պահանջվում Իսրայելից դադարեցնել հարձակումը Գազայի հատվածում, այլ պահանջվում է, որ եւ Իսրայելը եւ Համասը բանակցություններ վարեն երկարաժամկետ հրադադարի շուրջ։ Միացյալ Նահանգները, Եգիպտոսը եւ Քաթարը կծառայեն որպես հրադադարի համաձայնագրի երաշխավորներ։ Փարիզը զգուշացրել է, որ կխստացնի իր դիրքորոշումն Իսրայելի գործողությունների հետ կապված, եթե այդ երկիրը շարունակի արգելափակել Գազա մարդասիրական օգնության մուտքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը հավատարիմ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություն ստեղծելու սկզբունքով լուծելու մոտեցմանը։ Եթե առաջիկա ժամերին եւ օրերին հումանիտար իրավիճակին վերաբերող պատասխան չլինի, մենք կխստացնենք մեր հավաքական դիրքորոշումը, ասել է Մակրոնը Սինգապուրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով Ֆրանսիան կարող է դիտարկել իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները փակուղի են մտել եւ ամենայն հավանականությամբ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահների ուղիղ մասնակցությունը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններում առաջընթացը դանդաղ է ընթանում, սակայն սպասվում են լրացուցիչ բանակցություններ առաջիկա շաբաթներին։ Հավատում են, որ որևէ պահի կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Թրամփի եւ Սիի միջև։ Հաշվի առնելով բանակցությունների ծավալը եւ բարդությունը, սա պահանջում է երկու առաջնորդների մասնակցություն։ Նրանք լավ հարաբերություններ ունեն եւ վստահ են, որ չինացիները կմիանան բանակցություններին, նշել է Բեսենթը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան, Բաքվում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակը եւ պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն։ Այցի նպատակն է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ ելնելով Միացյալ Նահանգների շահերից, ինչպես նաեւ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից։ Օման այցի ընթացքում Իրանի նախագահը Օմանի հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հավելել է, որ Թեհրանը չի ընդունի ուրանի հարստացման պահանջը։ Դա Իսլամական Հանրապետության վարչակազմի հպարտությունն ու ջանքերի արդյունքն է։ Նախագահը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Իրանը ոչ մի կերպ չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք։ Մասուդ Փեզեշքյանը պատասխանելով Իրան-ԱՄՆ բանակցություններում Օմանի միջնորդության վերաբերյալ հարցին ընդգծել է, որ Օմանի միջնորդության շնորհիվ Թեհրանը կարողացել է առաջ շարժվել իր նպատակներին հասնելու ուղղությամբ։ Մերի Ներսիսյան, լուրեր։